նշեցինք, որ բաժանում էին 4 խմբի վարակիչ հիվանդությունները, առաջինը շնչառական ուղիների միջոցով տարածվող վարակներն էին, որոնք տարածվում են օդակաթիլային ճանապարհով, դրանց մեջ մտնում էին գրիպը, կորոնավիրուսը, կապույտ հազը, ջրծաղիկը, բնական ծաղիկը եւ նմանակ հիվանդություններ։ Հաջորդը ալիքային հիվանդություններն էին, որոնք որ մարդ օրգանիզմը մտնում ջրի եւ սննդի միջոցով եւ օրգանիզմից դուրս են գալիս ալիքային ճանապարհով, այսինքն մեզի կամ կղանքի միջոցով այով կա նշել հիվանդություններից մեկը ասայինի որովայնային տիպը, դիզինտերիա, խոլերիա մեր նման հիվանդություններ կոչվում են ալիքային հիվանդություններ, որոնք որ ավելի շատ տարածվում են ամռան շոգ ամիսներին եւ աշնան սկզբին։ Հաջորդ հալյան վարակներն էին, որոնք որ նշեցինք, որ տարածվում են հիմնականը միջատների, լվերի, տզերի եւ կրծողների միջոցով, որոնք որ փոխանցվում են այդ վարակները։ Ով կարող է նշել ինչ-որ մի օրինակ, որ ալյան վարակ ստացած ինչ-որ մի հիվանդությունով կարող է նշել, ասա հենզի։ Տզանգենցիֆերիտ։ Վերջինը դրանք նշեցինք, որ արտաքին ծածկույթի վարակներն էին, որ աշխատում են շփման պայմաններում, կրկի համազգեստից, գլխարկից, հիգիենայի պարագաներից, անկողնային պարագաներից, որոնք տարածվում են հիմնականում մաշկի վրա։ Դրանք սնկերն են, որոնք որ առաջացնում են նման հիվանդությունների։ Այս մեր նշած 4 տեսակները, որոնք որ առաջանում են միաժամանակ, տվյալ հիվանդությունը, կոչվում է համաճարակ, այսինքն կարող է բռնկումը տարածել միանգամից, կոչվում է համաճարակ։ Տվյալ իրավիճակում հայտարարում է կարանտին, որը որ սահմանափակում է ելքը մուտքը այդ տվյալ տարածքից, եթե տվյալ վիրուսը տվյալ օջախում է չի տարածվում, այդտեղ նշանակում է բժշկական կետ տվյալ օջախի համար։ Տվյալ 3 փուլերի ընթացքում պետք է տարվեն կանխարգելիչ միջոցառումներ, այսինքն եթե վարակը տարածված է, դրա համար պետք է կատարվեն նախապես կանխարգելող միջոցառումներ։ Ավելի շատ կարևոր է երկրորդ փուլը, որ այդ վարակն ուղիները չտարածվեն, այսինքն նախապես ասեցինք կանխում ենք տվյալ վարակի տարածման ուղիները, իսկ երրորդը դա ասեցինք վարակի ունակ օրգանիզմներ, որ դա կարող է մեջ դրել, դրա համար պետք է առաջացնենք իմունիտետ։ Իմունիտետը լինում է բնածին եւ ձեռքբերովի։ Բնածին իմունիտետի ժամանակ ինչ է իմունիտետ, նա ով կարող է ասել իմունիտետ։ Դուք պետք է որ կենսաբանությունից անցած լինեք։ Ինչ է իմունիտետը։ Ասա։ Իմունիտետը լինում է բնածին, այսինքն բնական մի ձեռքբերովի։ Բայց ինչ է իմունիտետը։ Իմունիտետը, որ այդ մարդը ինչ որ վիրուսի կամ ինչ որ այդ վիրուսի հանդեպ պաշտպանություն է ձեռքբերում։ Այդ ունի ինքը կենսունակություն, այսինքն չի կրում այդ վիրուսը ինքը իր մեջ։ Բնածին իմունիտետն այն է, որ մարդը բնածին ունի իմունիտետ որոշակի հիվանդությունների հանդեպ։ Իսկ ձեռքբերովի իմունիտետը, այսինքն եթե մարդը իր կյանքի ընթացքում ինչ-որ հիվանդությունով վարակվել է, օրգանիզմը ձեռք է բերել իմունիտետ տվյալ վարակի հանդեպ կամ հատուկ պատվաստումների միջոցով մարդ օրգանիզմը առաջանում է իմունիտետ, որ տվյալ հիվանդությունով չվարակվի։ Այժմ որպեսզի հասկանանք ինչքանով յուրացրինք նոր դասը, կատարենք գործնական աշխատանք, խմբային աշխատանք կատարենք, նոր թեմայից կտամ ես հարցեր, թղթեր, բաժանում ենք խմբերի, տալիս ենք 3 րոպե ժամանակ, որ թիմը արագ կատարում է հարցերը, ձեռ են բարձրացնում, թիմից մի հոգի պատասխանում է իրենց գրած հարցերի պատասխանները։ Հիմա ես կարդամ առաջ խմբի հարցերը, ներկայացնում, թե ինչպես են տարածվում վարակները։ Երկրորդ հարցը կանխարգելում, ինչպես
պաշտպանվել վարակներից։ Սա առաջի խմբի եղում շրջում է, աշխատում է խմբով, սա ձեր հարցնի գրեք պատասխանները։ Հաջորդ երկրորդ խումբը վտանգավոր իրավիճակներ, օրինակներ, դպրոցում, բանակում, հասարակական վայրերում, ինչ վտանգավոր իրավիճակներ կարող են ստեղծվել, այսինքն վարակի հետ կապված։ Երկրորդ հարցը, ինչպես ճանաչել վարակները, ախտանիշները, մենք խոսացինք, որ ինչ ախտանիշներ են ջում։ Նորից շրջվում է սկսում աշխատանք, անեք ուրիշները 3 րոպե ժամանակ, որից նշում, խմբային աշխատանքը կատարում է կարակ, ամենքը ձեր իմացածը խմբում կարակ կատարած հաջորդեք, նշեք ստացումած էր մոտ առաջին Կարող բարձր քննարկել, որ որ գրեմ կարծիքները հաշվի արժեզեր։ Ձեր մոտ չեք սկսել դա, արագացրել։ Ժամանակը գնում է։ Արագացրեք, որ այլ աշխատանքներ ունենք, հասնենք մյուս աշխատանքներ։ Առաջի խումբը պատրաստ է, ով կարծում հարցերի իրա պատասխանները ունարեկել։ Դա քննարկել, դրանք ինչքանով է գրացել թեման։ Ներկայացնել, թե ինչպես է տարածվում վարակները։ Ներկայացրած, դրանք ինչ եք դրել։ Օդակաթիլային ճանապարհով, բերանի միջոցով, միջանցքների սննդի և շփման միջոցով։ Սննդի, այսինքն սննդի միջոցով, դա ասում ենք, որ եղանակը նշեցինք։ Այսինքն արեքային հիվանդություններ, արեքային վարակներ, ճիշտ է։ Ինչպես պաշտպանվել վարակներից։ Դիմակ կրելով հետև էպիգեներին, ձեռքերը ախտահանել և չշփվել այն մարդկանց հետ, ովքեր վարակված են տարբեր հիվանդություններով։ Այսինքն մեկուսացում կամ շփման դադարեցում, դրա վարակի աղբյուրի հետ, ճիշտ է։ Ապրեք, լավ է, տպավորվել դասի նյութը։ Երկրորդ խումբ ավարտեցեք, արդեն ժամանակը սպառվում է։ Դասեք, ո՞ր է ներկայացնեք։ Կարտա հարցը նշի պատասխանը։ Վտանգավոր իրավիճակներ, օրինակ դպրոցում, բանակում, հասարակական վայրերում, օրինակ, եթե դպրոցի անդամը հիվանդ է լինում, կարող է տարածել այդ վարակը շնչառական ուղիների միջոցով։ Մենակ շնչառական, դպրոցում, եթե նշենք աշակերտների կամ ուսուցիչների մեջ ինչ-որ մի հատ վարակ, չէ, վարակյալ, կար աշխատանակ տարածվել, բայց ոչ թե մենակ շնչառականը կարող որ ցույց տվի, չէ, մաշկային հիվանդությունը հասարակ ինչ-որ մի հատ մաշկային վարակներ, ոնց էր արագ տարածվում, այսինքն ոչ թե մենակ շնչառականը կարող լինի նաև արտաքին ծածկույթի վարակներ, որ արագ տարածվեն միջավայրում։ Հաջորդ հարց։ Ախտանիշներ, ինչպես ճանաչել վարակը։ Եթե օրինակ, եթե մարդը հազում է կամ ունի գրիպ կամ նմանատիպ հիվանդություններ, ուրեմն պետք է կրենք դիմաց, օգտագործենք
ալկոգել եւ այլ ախտահանող նյութեր։ Այդպես նշել եք մի տարբերակ շնչառական վարակների վերաբերյալ, որը որ տարածվում է օդակաթիլային միջոցով եւ իր դրսևորում, եթե հազվում է, արդեն գիտենք, որ եթե այդ մարդը հազվում է, կարող ապրի վարակված կամ ինչ-որ հիվանդությունով կամ երկուզ արդեն մինչև ոգերի վարակ ձեռք բերածը։ Դրա համար ինչ պետք է անեն, վրա, եթե տենում ենք, որ այդ մարդը հազվում է, ինչ պետք է անենք, այլ ասել Սամվելը։ Առաջին դիմակ կրենք, վերջ ախտահանենք ու մեկուսանանք։ Ապրեք շատ լավ էր, նստեք, անցնենք հիմա այժմ թվային գործիքի միջոցով ամրապնդում ենք դասը, պատրաստել եմ խաչ բարձես համար, թեմայի վերաբերվող, հիմա ես կհնչեցնեմ հարցերը, ով գիտի պատասխանները, ձերա բարձրացնում պատասխանում ու գալիս հավաքակչով գրում, որպեսզի մեր էկրանին ցույց տա ձեր գրած պատասխանները։ Պարզել, ուրեմն առաջի հարցը։ Միկրոօրգանիզմ, որ առաջացնում է հիվանդություն։ Գրիպի օրինակ։ Զարգարան ասա, ի՞նչն է։ Արի գրի։ Մինչև զարգարանը գրի, որպես ժամանակ չծախսենք, երկրորդ հարցն եմ կարդում։ Միաբջիջ օրգանիզմ, որը կարող է առաջացնել վարակ։ Ասա Սամվել, ի՞նչ կրնի։ Ինչը։ Բակտերիա։ Նման բառերը բռնվան, քանի տարա։ Նայեք տարենի, երկրորդն է։ Նայում ես։ Արի գրի դրանք վերջին ճիշտ ենք ստանում, ոչ է։ Մինչև Սամվելը կգրի երկրորդ հարցը, անցնենք երրորդին։ Մակրուցիան պահպանման կանոնների ամբողջությունը, ինչ է կոչվում։ Մակրուցիան պահպանման կանոնների ամբողջությունը։ Լսում եք հարցը, երրորդ հարցն է։ Այն ինչը պետք է պահպանեին։ Ասա։ Հիգիենան, այ ապրես։ Պատրաստելու Սամվելիստով դրած գրես, երրորդն է։ Հիգիենա։ Հաջորդը, չորրորդ հարցը, մինչև նարմակզերի երրորդը, հիվանդություն, որը փոխանցվում է մեկից մյուսին։ Հա, ինչն է մեր թեման։ Հեշտ հարցը։ Կարաս ասես Լևոն։ Չէ, ոչ թե հիվանդության տեսակ, այլ ինչով է փոխանցվում։ Մեկս մյուսից ինչով է փոխանցվում։ Վարակ, այ ապրես, վարակը, արի։ Վստահ մի քիչ, եթե չգիտեք էլ, ասենք հետո մենք։ Վեցերորդ հարցը, շնչառական վարակների նշան։ Այ շնչառական, ինչ վարակներ ասացի։ Խուդավերձյան արել, ինչ վարակներ գիտես շնչառական։ Հազ, ստե 3 տարա, ուրիշ բանկարան, ուրիշ շնչառական։ Չէ, դիվ շնչառական չէ, այսինքն հազը բռնում, այս ակգրենք, դրանք տարերը ճիշտ աստացվում, թե չէ։ Իոք է բարանում, համտեր։ Հաջորդ հարցը, շնչառական վարակների նշաններ։ Այն շնչառական վարակներ գիտենք 3 տարա։ Ասա, Խուդավերձյան արել։ Հազ, գրի տնակ համապատասխանում է երկրորդ տարվա այա, ճիշտ է, հազ։ Եվ վերջին հարցը, ինչև դարենք է գրի, պաշտպանիչ միջոց, որը կրում են վարակից խուսափելու համար, ինչ պաշտպանիչ միջոցներ գիտեին։ Ասա, վտար, չէ, պաշտպանիչ միջոց։ Ինչ ենք կրում պաշտպանվելու համար վարակներից։ Այ ապրեք, դիմակ, արի վրա գրի, վերջի հարցը դիմակ։
Այստեղ մենք չենք գրել 5-րդ հարցը, շրջանցում ենք։ Հիվանդության հիմնական ախտանիշներից մեկը։ Ինչ հիվանդության ախտանիշներ գիտեք։ Ասա, բացի ջերմությունից, ինչ կան ախտանիշները։ Այն մեր ճիշտ պատասխանը որն է, դրանցից ջերմություն, արի։ Լավ, ջան, դեպքերի վերջի հարցը ամփոփենք դասը։ Լավ է, յուրացնել եք այսօրվա դասը, կարեցակ քաջ բառներ։ Ճիշտ պատասխանեք հարցերին, այսքանով ամփոփենք դասը, որ ամփոփիչ աշխատանք ենք կատարելու։